Նեանտապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Երբ հայտնի դարձավ, որ նոր խորհրդարանում մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը նախագահելու է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, իսկ Եվրաինտեգրմանը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, դուք շատ կարճ գրառում արեցիք Facebook-ում նշելով. «Սա այն դեպքն է, երբ ուզում ես ասել առանց մեկնաբանության, քանի որ շարունակվում է ԱԺ-ում շարունակում են քննարկումները այդ տեխնացուների հետ կապված, ամեն դեպքում ձեր դիտարկումները փորձենք մեկնաբանել այս իրադարձությունը, այս իրողությունը»։ Մեկնաբանելու առանձնապես մեծ կարիք չէի տեսնում, դրա համար էի գրել առանց մեկնաբանության, որովհետև այն գործընթացները, ինչ տեղի են ունենում այսօրվա ազգային ժողովում, այն բանավեճը, ինչ տեղի է ունենում ազգային ժողովի համապատասխան ուժերի մեջ, հիշեցնում է հինը, նախկինը, իսկ այդ նախկինը, որ դուք գող եք, դուք ավազակ եք, կամ դուք ձեր թիմում կան նախկիններ, դուք նախկինների հետ կապված եք, այս տարբերակը արդեն ուժեղ Հայաստանի պարագայում չի աշխատում, որտեղ ուժեղ Հայաստանն ասում է մենք նոր ենք, մի տարվա կուսակցություն ենք, այո, մեր շարքերում կան նախկիններ, բայց ձեր շարքերում էլ հարգելի ԿՊՀ-կաններ քիչ չեն նախկինները, ու եկեք գիծ գծենք, ասենք մինչև 2026 թիվ ծնվածները բոլորը նախկին են, սրանով փակենք ու խոսենք ապագայից։ Այսինքն այն արդյունքը, որը կամ այն մարտավարությունը, ինչը ԿՊ-ն կիրառել է նախորդ խորհրդարանում, այդ մարտավարությունը այս խորհրդարանում արդեն կոնկրետ ուժեղ Հայաստանի պարագայում չի աշխատում ու չի աշխատելու, ու աշխատելու է ի վնաս իրենց քաղաքացիական պայմանագրի, ու այստեղ մարտավարությունն է փոխել պետք։ Իսկ մարտավարությունը հետևյալն է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, կոնկրետ ուղղորդվող եւ Ռուսաստանի շահերը սպասարկող քաղաքական կուսակցություն է։ Ինչն է իրավունք տալիս նման բան պնդելու։ Դա Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ եթերում ասաց, որ ուժեղ Հայաստանի եւ նրա լիդերին պետք է գրանցել։ Անուն ազգանունը չտալով, բայց պարզ էր, որ այդ վերաբերվում էր ուժեղ Հայաստանին, որտեղ կալանավորվածը կամ մեղադրանք ներկայացված ուժեղ Հայաստանի լիդերներ։ Բնականաբար Պուտինը չէր ասում ժողովրդավարությունից ելնելով, որովհետև Պուտինը եթե ժողովրդավար է իր երկրում յաբլկային կգրանցեր, չէ, իրենք բացարձակ ժողովրդավարությունից հեռու են, այդ իրենք ասում են իրենց շահերից ելնելով։ Այսօրվա Ռուսաստանը նաև իր ընտրություններում ուզում է թույլ չտալ Ռուսաստանը լքած այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի օրերին լքել են Ռուսաստանը։ Ասում են, դուք պատերազմի օրերին լքել եք Ռուսաստանը, դուք դավաճաններ եք, դուք թվյարկելու իրավունքից պիտի զրկվեք։ Իսկ ինքը Ռուսաստանում բնակվող հայերին ուղարկում էր Հայաստան, բոլորս տեսել ենք, չէ, որ ուղարկել են Հայաստան, որ գան քվեարկեն ուժեղ Հայաստանի օգտին։ Հետևաբար ուժեղ Հայաստանը Ռուսաստանի կողմից Հայաստանի քաղաքական դաշտ ներդրված քաղաքական ուժ է։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պիտի քննադատի ուժեղ Հայաստանին Ռուսաստանի կողմից ներդրված լինելու ընտրական туриզմի արդյունքում քվե հավաքած լինելու եւ նաեւ կաշառք բարժանելու համատեքստում։ Այս համատեքստում է, որ ուժեղ Հայաստանը կպարտվի բանավեճում, խորհրդարանում եւ այս բանավեճն է, որում ԿՊ-ն չի պարտվի, բայց ԿՊ-ն չի ուզում է տանի։ Ինչու՞, որովհետեւ Ռուսաստան բառից կամ Ռուսաստանից ուղղորդված լինելուց իրենք աշխատում են խուսափել։ Աշխատում են հարաբերությունները չլարել Ռուսաստանի հետ։ Դրա համար ասում են դուք նախկին եք, ձեր շարքերում կան նախկիներ, այդ արդեն 8 տարի լսել է ժողովուրդը։ Ու այդ համատեքստում բնականաբար ԿՊ-ն պարտվում է, ուժեղ Հայաստանը իր դիրքերը ամրացնում է, որովհետև այն հիմնական արգումենտը, որ ինքը դրսից բերված ու դրսից ուղղորդվող է,
Այս մարտավարությունը կպնչի օգտագործում ու չի օգտագործում Ռուսաստան բառը չասելու առումով։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովների պարագայում, մարդու իրավունքների հանձնաժողովի պարագայում թերևս այս այն դեպքն է, որ առանձնապես մեծ հնարավորություններ չկար ու Հայաստան դաշինքը մի հնարավորություն ուներ վերցնելու եւ հենց առաջին իսկ հնարավորության պարագայում ինքն ուզեցեց, իսկ ինչու իրենք այդ ուզեցին, որտեղ դատական process-ների մեջ են բոլոր առումներով, ներառյալ այդ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ այդ համատեքստում կանխատեսելի էր, որ իրենք այդ են ուզելու, եւ քանի որ այդ չափից ավել կանխատեսելի էր, քաղաքացիական պայմանագիրը առաջին ընտրությունը չեմ ասում, պաշտպանություն եւ, չգիտեմ, արտաքին կապեր, երկրորդ, երրորդ ընտրությանը հանգիստ կարող էր այդ ուզել, բայց իրենք այդ չուզեցին։ Այսինքն իրենք չեն հաշվարկել, թե դիմացիները ինչ կարող են ուզել եւ ինչ կարող են պահանջել, ինչ վերաբերվում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովին։ Այստեղ իրենք մտածել են, որ ոչ ուժեղ Հայաստանը, ոչ Հայաստան դաշինքը դա չեն ուզի, դա իրենց ինչին է պետք։ Ու դա կմնա 11-12-րդը, որ արդեն ընտրություններից դուրս է, տակը ինչ մնում է ԿՊ-ին, կմնա այսպես թե այնպես իրենց այս ընթացքում եկեք ուզենք այն, ինչ որ կարող ենք փոկել։ Ու այստեղ էլ իրենք սխալվեցին ու սա էլ է ցույց տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գալիս է խորհրդարան համապատրաստի, առանց իր քայլերը մշակելու, իներցիայով, տեղում է որոշում հարցեր տալ, տեղում է իր հարցերի բովանդակությունը որոշում, իսկ ուժեղ Հայաստանի տակտիկան մշակվում է ոչ թե Հայաստանում իմ կարծիքով, այլ Մոսկվայի քաղտեխնոլոգներով, որտեղ ես նայում եմ ուժեղ Հայաստանի պատգամավորները գալիս են խորհրդարան արդեն պատրաստված։ Յուրաքանչյուրը գիտի, թե ինքը ինչ թեմայով պիտի խոսի, եւ այդ թեմայով խոսելու պարագայում ինչ նախադասություն է, որ իր ցանկացած խոսքում ինքը պիտի պարտադիր կրկնի։ Սա ակնհայտ երևում է։ Երկրորդ, այն մարդիկ, ովքեր պիտի բարձրանան ամբիոնի մոտ ու հարց ու պատասխանի մասնակցեն, այդ մարդիկ անցել են տրեյնինգ։ Իրենց այդ քաղտեխնոլոգները, ընդ որում լավ մասնակետ քաղտեխնոլոգները, իսկ ես ինքս եմ անցել այդպիսի տրեյնինգներ NDI-ի հետ, տեսնում եմ, որ այս մարդու հետ աշխատած է։ Ամենավատ հարցերին անգամ ճկուն պատասխանները պատրաստած ունեն։ Քաղաքացիական պայմանագիրը գալիս է ասում է ձեր համարանիշները ռուսական են։ Ընկեր դուք պետությունն եք ներկայացում, ազգային անվտանգություն, չգիտեմ, պետավտոտեսչություն, ձերն են, չէիք կարող սկզբից ճշտել այդ համարաչները Ռուսաստանինն էին, թե Էստոնիայինը կամ Լիտվայինը, որ նոր այդ հարցը տայք։ Այսինքն ուզում եմ այս օրինակով ասել, որ բացարձակ պատրաստի գալիս են, ու այդ անպատրաստությունը ցույց է տալիս, որ իրենք 8 տարվա իշխանություն լինելով փորձում են շարունակել իներցիայով, այդ իներցիայի համատեքստում ազգային ժողովը վերածելով, չգիտեմ, բանավեճի դաշտի, ու այդ ընդհանուր բանավեճում իրենք մնում են հինը։ Իրենց առումով փոփոխություն չկա։ Այս մարտավարությունը միանշանակ վնասակար է քաղաքացիական պայմանագրին, եւ եթե միայն քաղաքացիական պայմանագրին վնասակար լիներ, ոչինչ։ Այդ իրենց խնդիրն է, թող իրենք էլ մտածեին, բայց այդ վնասակար է նաև երկրին, որովհետև առավելությունը շահում է այն ուժը, ով դրսից է կառավարվում, դրսից է ուղարկված եւ դրսից է ուղղորդված։ Հիմա եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը վերցնելու ուժեղ Հայաստանի հաշվարկը, տրամաբանությունը, նպատակը, ռազմավարությունը ո՞րն է։ Ուժեղ Հայաստանը ռուսական թևի իշխանություն լինելով ակնհայտորեն խնդիր է դնելու, որ Հայաստանը մնա Եվրասիական տնտեսական միության կազմում, հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստանի տեղը Ռուսաստանի հետ է եւ Եվրասիական տնտեսության շրջանակներում է, ուժեղ Հայաստանի կողմնակից չի ասոցիացիան համաձայնագիր ստորագրելու, Եվրոմիության հետ հարաբերություններ էլ սերտ
մեծացնելու եւ իր գործունեությունը ամբողջությամբ ուղղված է լինելու դրան Հայաստանին հերրու պահելու եվրոպական միության գործընթացներին, իսկ տակտիկական մարտավարական առումով խնդիրը հետեւյալն է լինելու։ Հանձնաժողովներն ինչպես են աշխատում։ Հանձնաժողովները նախ աշխատում են կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք հիմնական օրենքները ցավոք սրտի մեր երկրում բերում է կառավարությունը։ Խորհրդարանը շատ քիչ օրենքներ առաջարկում, եւ այդ օրենքներ բերող կառավարությունը Եվրոպայի մասով ինչ օրենքներ բերեց, նախ քննարկումներից առաջ իրենք այդ տեղյակ են ողելու Կիրիենկոին ու Մոսկվային, որն էլ հասցնելու է Պուտինին, ուզ դրա վերաբերմունք է փոխվելու, երկրորդ իրենք հենց հանձնաժողովներում սկսելու են տորպեդահարել այդ օրենքները, հետեւաբար Հայաստանի իշխանությունները այդ հանձնաժողով առանձնապես օրենքներ չեն բերելու գլխից ու գլխացավից հեռու լինելու մտադրությամբ։ Երկրորդ, հանձնաժողովները նաև աշխատում են ժողովրդավարական դիվանագիտության շրջանակներում, իրենք աշխատելու են դրսից Եվրոմիությունից եկած մասնագետների կամ Եվրոմիությունից եկած պաշտոնյաների հետ, իսկ նրանք էլ իմանալով թե ովքեր են այս հանձնաժողովը եւ ինչ ուժ են ներկայացնում այդ հանձնաժողովը, ում դեն իրենք հիբրիդային պատերազմի առումով գումարներ էին տրամադրել, որ Հայաստանը պայքարի, հիմա այդ մարդիկ Եվրո հանձնաժողով են ներկայացնում, բնականաբար լուրջ չեն ընդունելու, որովհետեւ թեմա իրենց հետ չեն զրուցել։ Իսկ ընդհանուր առմամբ իմ կարծիքով խնդիրը ավելի գլոբալ է, ու մենք խնդիրներին պիտի մոտենանք ոչ թե գոյություն ունեցող իրավիճակների համատեքստից, այլ թե ինչ գոյություն ունի, հետևանքը ինչ կլինի, ըստ դրա էլ կշարժվենք հիմա, այսպիսի հանձնաժողով է եղել, դրա հետևանքներ ունենք։ Մենք ինքներս որոշենք մենք ինչ ենք ուզում։ Եվ եթե մենք ճիշտ որոշենք, թե մենք ինչ ենք ուզում, եւ մեր ուզածով շարժվենք, գուցե շատ բաներ տեղի չունենային։ Օրինակ, շատ պարզ բան ասեմ, այսօր մարդիկ ասում են մեր օրինակ հայ-ռուսական հարաբերությունների վատառացման կամ ուժեղ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվելու պատճառն է հայ-ռուսական հարաբերությունների հետևանքն է հայ-ռուսական հարաբերությունների վատառացման։ Նույն թռիպը համարում են հետևանք, ոչ թե պատճառ, որ հայ-ռուսական հարաբերությունները վատացել են։ Իրականում մենք անդադ այդ հետևանքների հետևից ենք գնում, որ դա հետևանք է, սպասում ենք, որ ինչ-որ խնդիր առաջանա, հետո այդ հետևանքը հաղթահարենք։ Իսկ եթե մենք ասենք ի սկզբանե որոշած լինեինք, որ մենք այո եվրոպական ընտանիքի հետ ենք ուզում, որ մենք ուզում ենք ժողովրդավար ապրենք, որ մենք ասենք Ղարաբաղի հիմնահարցի լուծումը տեսնում ենք ոչ թե Աբխազիա Օսեթիայի տարբերակով ու դրանով զայրացնենք Վրաստանին ու դարձնենք մեզ թշնամի, ոչ թե, չգիտեմ, Ղրիմի կամ Դոնբասի ու Լուգանսկի տարբերակով ու դրանով զայրացնենք Ուկրաինային եւ ամբողջ քաղաքակիրթ հանրությանը հանենք մեր դեմ, այլ մենք Արցախի հիմնահարցի լուծումը տեսնում ենք նաեւ Կոսովոյի տարբերակով։ Ու եթե մենք այս տարբերակը որոշեինք, որ մենք ուզում ենք ավելի առաջադեմ աշխարհի հետ լինել, մենք ուզում ենք ավելի զարգացող տնտեսություն ունենալ, այդ պարագայում գուցե եւ 2020 թվականի պատերազմը չլինել։ Իհարկե հետին թվով խելոք լինելու տարբերակ շատ ջուրին է, բայց հետին թվով խելոք չեղածից հետևություն անել է պետք, չէ՞։ Հայ վերջին խելքի այդ հնարավոր։ Դե սպասենք, տեսնենք Ռուսաստանը մեզ հապկից դուրս կթողի, այն ժամանակ կասենք ինչ ենք անում։ Սպասենք, տեսնենք ԵԱՏՄ-ում, եթե իրենք մեզ դուրս են թողնում, ուրեմն ԵԱՏՄ գոյություն չունի։ Մենք պիտի նայենք այդ ԵԱՏՄ-ն ինչքանով է մեզ ձեռնատու։ Եթե այդ ԵԱՏՄ-ն իսկապես գոյություն չունի, եթե այն իսկապես քաղաքական կառույց է, իսկ ինքը իսկապես քաղաքական կառույց է, տնտեսական չի, եւ ԵԱՏՄ մենք մտել ենք պաշտպանական նպատակներով, Արցախը պահելու նպատակներով, ինչն էլ իրականություն չի դարձել։ Մենք ընդհանուր մաքսային սահման չունենք այդ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա ինչ ենք շարունակում այդ ԵԱՏՄ-ում մնալ։ Ինչն ենք փորձում խորացնել այն դեպքում, որ նույն վարչապետը հենց ինքն ասում է, այս իրավիճակը ոմանք ճգնաժամ են համարում, իսկ ես հնարավորություն եմ համարում։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եք համարում։ Դե օգտվեք այդ հնարավորությունից։
Ամբողջ խնդիրը հենց սրանում է, մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք ժողովրդավար աշխարհի հետ լինել։ Մենք ուզում ենք զարգացող տնտեսություն ունենալ։ Մենք ուզում ենք պաշտպանված լինել։ Մենք ուզում ենք, որ պատերազմը խաղաղություն ունենանք։ Մենք ուզում ենք սահմանները բացվի հարևանների հետ։ Եթե մենք այս ամեն ինչն ուզում ենք, այստեղ ընտրություն անելու հնարավորությունը շատ մեծ չի ցավոք սրտի։ Որովհետև երբ որ մենք այս ամեն ինչ ուզելով Ռուսաստանի հետ էինք, ոչ ժողովրդավարություն ունեինք, իշխանությունները չէին փոխվում։ Ոչ պատերազմը անկասելի չդարձավ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմաններում, ոչ էլ Հայաստանի տնտեսությունը կես քայլ տնտեսական լուրջ, տնտեսական արդյունաբերական իմաստով առաջընթաց ունեցավ։ Մենք 30 տարի այդ գծի մեջ ենք եղել, այդ չի աշխատել։ Հիմա մենք հետևություն արել ենք, թե չենք արել։ Եթե ժամանակին հետևություն արած լինեինք, ասում եմ, կարող էր նաև Լեռնային Ղարաբաղը չկորցնեինք, բայց արդեն կորցրել ենք, հիմի հետևություն անելու ունակություն ունենք, թե էլի գնում ենք այդ նախկին եղած, այ թող իրենք ԵԱՏՄ-ից մեզ դուրս հանեն, այդ ժամանակ մենք կորոշենք կամ արդեն որոշել ենք, թե ինչ կանենք, կամ երբ որ հապկից մեզ կվտարեն, այն ժամանակ իսկ մենք ինչ ենք սպասում, որ իրենք վտարեն։ Ինչ է այդ մեզ տալու։ Գուցե եթե մենք սկսենք Ռուսաստանն իրեն այլ կերպ պահի, օրինակ Ադրբեջանը ավիավթարից հետո իրեն լրիվ այլ կերպ պահեց, ու տեսեք Ռուսաստանը ոնց է պահում իրեն։ Այսօր Ադրբեջան ընդհանրապես արհամարում է Ռուսաստանին։ Ու տեսեք Ռուսաստանի վերաբերմունքը Ադրբեջանին։ Իսկ մենք այսօր թույլ տվեցինք նախ կոպտագույն սխալ իշխանությունների, որ հստակ տեսնելով, որ ուժեղ Հայաստանը դրսից ուղղորդվող դրսի պահանջով Հայաստանի ներքաղաքական դաշտում դրված կուսակցությունը թույլ տվեցին ընտրություններին մասնակցել։ Իրենք իրենց այս սխալը այսօր ճաշակում են։ Մեր ժողովուրդն էլ այդ սխալը այսօր ճաշակում է, որտեղ ինքը ազգային ժողովի էթնիստերը նայում է բռնցքամարտի նման։ Իրեն տեսիլք է պետք։ Այս խորհրդարաններ պետք։ Սրաներ արժանի մեր ժողովուրդը։ Եվ ընդհանրապես աշխարհի այս խառն իրավիճակում այսպիսի խորհրդարաններ մեզ պետք, որ նախկին հարաբերություններ պարզեն, որ դրսից եղած ուժը դրսի հրահանգով Հայաստանի ներքին շահերից խոսի, ժողովրդավարությունից խոսի, մարդու իրավունքներից խոսի, տնտեսությունից խոսի, մի բան էլ մեղադրի։ Իրենք ամբողջությամբ դրսից ուղղորդվող, դրսից ներդրված, դրսի միջոցով քվեարկված, աղրելի փողեր ծախսած եւ կաշառք բաժանած քաղաքական ուժ են։ Իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում որևէ դրական բանից խոսելու իրավունք չունեն։ Չունեն, որովհետև իրենք Հայաստանի հետ կապ չունեն։ Իրենք Հայաստանի շահերը չեն սպասարկում։ Այս թեման պիտի խոսի քաղաքացիական պայմանագիրը ազգային ժողովում, ոչ թե ասի ձեր շարքերում նախկիններ կան։ Պարոն Սարգսյան, մինչև ընտրությունները տարբեր հարցերի շուրջ դուք պաշտպանել եք իշխանության առանձին դիրքորոշումներ, առանձին հարցերի վերաբերյալ եւ ըստ այդմ էլ ձեր ուժին համարում էին իշխանությանը կից քաղաքական ուժ։ Հիմա կա ափսոսանք, որ դուք որոշ հարցերում կամ առանձին հարցերում պաշտպանել եք գործող իշխանությանը, նրա քաղաքականությունը, որովհետեւ ձեր ասածներից ստացվում է, որ իշխանությունները դասեր չեն խաղել ոչ սեփական սխալներից, ենթադրություններ ու եզրահանգումներ չեն արել, շարունակում են նույն սխալ ընթացքը եւ չեն օգտվում օրինակ Ռուսաստանի թույլատումից։ Նախ ես ասեմ, որ բացարձակ չեմ կիսում այդ գնահատականը, որովհետև ես չեմ սատարել Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ես սատարել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ պետականությանը։ Ես մշտապես պնդել եմ, որ առաջարկություններ արել եմ Լեռնային Ղարաբաղի լուծման առումով Կոսովոյի մասով, թե Հայաստանի Հանրապետության իշխանությանը, թե Արցախի իշխանությանը, եւ նրանք երկուսն էլ չեն արել։ Ես նույնիսկ այն ժամանակ Արցախի այն պատերազմի 44-օրյայի ժամանակ ասել եմ, որ երբ որ վարչապետը կանչեց ու ներկայացրեց այդ իրավիճակը, ես ասացի, իսկ այդ Պուտինի առաջարկը մյուս եռանախագահողներին, Մակրոնին ու Բայդենին տեղյակ, Թրամփին տեղյակ պահել եք։ Ասաց ոչ, ես էլ ասեցի շատ վատ է։ Ես մշտապես ասել եմ, որ մենք Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ամբողջությամբ փոփոխության կողմնակիցն ենք եւ գտնում ենք, որ Հայաստանը
Պիտի լինի Եվրոմիության ընտանիքում, զարգացող արևմուտքի հետ, իսկ Հայաստանի իշխանությունները երկու աթոռի վրա են նստած, ինչեր էլ Հայաստանի իշխանությունները պատասխանել են, որ ավելի շահեկան է եւ անվտանգ է 10-20 աթոռի վրա նստելը, ես էլ ասել եմ, որ 10-20 աթոռի վրա նստելու համար համապատասխան նստատեղ է ունենալ պետք, Հայաստանը այդ նստատեղը չունի, որ անգամ Թուրքիա 90 միլիոնանոց պետություն լինելով այդ նստատեղը չունի։ Ես մշտապես ասել եմ, որ մենք լրիվ նախագահական կառավարման կողմնակից ենք։ Ես մշտապես ասել եմ, որ մենք գտնում ենք, որ Հայաստանը պիտի ունենա փոխվարչապետի ինստիտուտ թրիպի եւ Եվրոմիության գծով, որ պիտի ունենա գյուղատնտեսության նախարարություն, պարտադիր պիտի ունենա գյուղատնտեսության նախարարություն։ Այսօրվա օրինակը այդ արգելանքները ցույց են տալիս, որ այդ գյուղատնտեսության նախարարությունը անհրաժեշտ է, ու միևնույն է, այսօրվա կառավարությունը էլի կառուցվածքում փոփոխություններ չարեց։ Ասել եմ, որ պարտադիր պիտի ունենա ատոմային էներգետիկա եւ էներգիայի նախարարություն, ասել եմ, որ մշակույթի նախարարությունը պիտի տարանջատվի կրթության նախարարությունից եւ ունենա եւ դառնա մշակույթի ու սպյուրքի նախարարություն, սպյուրքն էլ դառնա նախարարություն։ Այս մշտապես ասել եմ։ Այո, բայց ընդհանուր առմամբ տարանջատումը այդպես չէ։ Ռուսական թևի ամբողջ քարոզչությունը, որը ուղղված է եղել քաղաքացիական պայմանագրին քննադատելու, երկրորդ տեղում ուղղված է եղել մեզ քննադատելու։ Ինչու՞։ Այս շատ պարզ բան է, որտեղ Ռուսաստանը լուծում էր մի խնդիր։ Այնպես անել թե 2021 թվականին, թե 2026 թվականի ընտրություններում։ Այնպես անել, որ գործող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը հայտնվի կոնսենսուս -1-ի պարագայում։ Որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քաղաքական կուսակցություններն ասեն, որևէ պարագայում մենք դաշինք չենք կնքի քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ։ Չթաքցնեմ, որ ինձ էլ է նման առաջարկ եղել 2026 թվականի ընտրություններից առաջ։ Քաղտեխնոլոգիական մակարդակով, բայց դա իրեն դերքում համապատասխան վայրն ուներ եւ ես միանգամից հասկացա։ Ասում են, օրինակ, դուք ուզում եք, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից։ Այդ բանը բարձրաձայն եք։ Ասեք, մենք ուզում ենք, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից, ես ասում եմ, բարձրաձայնում ենք։ Չէ, դուք պիտի ավելացնեք, որ Նիկոլ Փաշինյանը չի անում ու չի ուզում, որովհետեւ ինքը ավելի շատ ռուսական է, քան արևմտյան։ Կա 50% այստեղ ճշմարտություն։ Ասում եմ, այո, կա 50% ճշմարտություն։ Դե եթե 50% ճշմարտություն կա այդ ամեն ինչում, դուք կարող եք ասեք, որ որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք չեք կազմի։ Որտեվ 50% կասկածում եք այդ ամեն ինչում։ Հետևաբար իր հետ պիտի հայտարարեք, որ իր հետ դաշինք չեք կազմի։ Եվ երրորդը, դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, դուք լրիվ իրավունք ունեք ասելու, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղ հետ վերադառնալու։ Ասում եք այս երեք բաները եւ ձեր քաղաքական ուժի ընտրություններին մասնակցության թե ֆինանսական խնդիրները, թե անցողիկության շեմի խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է։ Ես չասեցի այդ, ես միանգամից ասացի, որ դա Կիրիենկոյի ծրագիրն է, որտեղ Ռուսաստանին ձեռնատու են բոլոր են քաղաքական ուժերը, որոնք ասում են, որ մենք չենք միանա քաղաքացիական պայմանագրին, որովհետև միևնույն է, այդ ասելով ես չէի հաղթելու Նիկոլ Փաշինյանին ու Սամվել Կարապետյանին, բնական էր, չէ։ Իսկ եթե չէի հաղթում, օգնում էի նրան, ով կարող էր հաղթել։ Եվ դրանից հետո դուք տեսաք, թե որ քաղաքական ուժերն էին, որոնք այս երեք հիմնական կետերը շեշտել են իրանց քարոզարշավի ընթացքում։ Եղել են այդպիսի քաղաքական ուժեր, որոնք շեշտել են։ Եվ այդ քաղաքական ուժերը իսկապես ֆինանսավորում են ստացել այդ ուղղություններով։ Եվ այդ քաղաքական ուժերը նաև մեզանից ավել քվե են ստացել։ Այսինքն, այս մեխանիզմը համակարգը, ռուսական այս համակարգը, ԿՊ-ից հետո աշխատում էր ամբողջությամբ մեր դեմ։ Որովհետև հասկանում էր, որ եթե ԿՊ-ն 50+ չի հավաքում, միակ քաղաքական ուժով ամբողջ քարոզարշավի ընթացքում ասել է, որ եթե խնդիր առաջանա նորից կոալիցիա կազմելու, այնպես ինչպես Երևանում մենք կոալիցիա կազմենք ու կմիանանք ԿՊ-ին, եղել է Հանրապետություն կուսակցությունը։ Դրա համար ԿՊ-ից հետո երկրորդ թիրախը մենք էինք։ Ու դրա համար էլ իրենք անընդհատ նույն սուտը կրկնելով կարողացել են հանրության գիտակցության մեջ մտցնել այն թեզը, որ մենք ԿՊ-ի կցորդն ենք, իրականում քաղաքական առումով մենք բազմաթիվ տարբերություններ ունենք, նույնիսկ ավելի շատ տարբերություններ ունենք ԿՊ-ի հետ, քան այսօրվա ազգային ժողովում եղածները։
Մարտավարական առումով է, որ մենք Հայաստանի Հանրապետության անկախությունը գերակաշահ ենք համարում ու գտնում ենք, որ եթե նախկինները կան Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը լինի, Հայաստանը իր պետականությունը ընդհանրապես կկորցնի, կգնա նոյեմբերի 9-ի 9-րդ կետ։ Իրենք էլ այսօր այդ հասկանում։ Իրենք էլ են հասկանում, որ Ռուսաստանն այնքան է վարկաբեկվել, որ Ռուսաստանի հետ ուղիղ իրենց կապը ցույց տալը արդեն դառնում է վտանգավոր։ Դրա համար ասում են, գիտեք, թրիպը ճանապարհ է, այլևս չասեք թրիպին Միջանցք։ Բնականաբար փոփոխություն են անում։ Իհարկե, իրենք հասկանում են, որ այդ պոպուլյար չի։ Եվ իրենք այդ թույլատրությունը Մոսկվայից ստացել են, ասեք ինչ ուզում եք, այնքան որովհետև Մոսկվան Իվանիշվիլի տարբերակն օգտագործել է Ռուսաստանում, որը իբր եվրոպական է, բայց այսօր լրիվ ռուսական ուղեցրում է։ Ու իրենք էլ Իվանիշվիլի երկրու օպերացիան էին պատրաստում։ Դուք կտեսնեք, որ այդ ուժեղ Հայաստանն ասելու է, որ իհարկե այդ ճանապարհ է, բայց այդ ճանապարհը իրականություն կդառնա, եթե այդտեղ երաշխավորներն ավելանան, ինչ իրանք միշտ ասել են։ Լինի Չինաստանը, հետո կասեն Ռուսաստանը, առանց դրա այդ ճանապարհը չի աշխատի, այսինքն սխեման, մեխանիզմը բացարձակ դարձել է նույնը։ Եվ գիտեք ինչի եմ ես այսօր Հայաստանի իշխանություններին այս բաներն ասում, ես չեմ քննադատում, ես հետևություն եմ անում եւ ուզում եմ, որ իրենք այդ ամեն ինչը լսեն, չնայած իրենք չեն էլ նայում, չեն էլ լսում, միայն իրենց հարցազրույցներն ու իրենց տեսակետներն են կրկին անգամ լսում ու իրենք իրենցով հիանում, ուզում եմ լսեն, հետևություն անեն, որտեվ այդ պարտությունը միայն իրենցը չի լինելու, այդ պարտությունը երկրինն է լինելու, որտեվ ես տեսնում եմ, որ նախկին հին իներցիայով այս նոր խորհրդարանում տրեյնինգ արվող, ամեն օրվա տրեյնինգ արվող, ամեն օրվա հարցում արվող, ամեն շաբաթյա հարցում անում։ Ուժեղ Հայաստանը ամեն շաբաթյա հարցում անում ու այդ ամեն շաբաթյա հարցումների հիման վրա իրենք տեսակետներ են ասում։ Եվ դրանք չեն կարող չաշխատել։ Քաղաքականությունը այդ սոցիոլոգիական հենք ունի, սոցիոլոգիայի վրա է։ Այդ որոշակի առումով գիտություն է։ Ռուսաստանը պետականություն ունեցող երկիր է, ինքը անցել է այդ ճանապարհը։ Դրա համար էլ տեսեք Ռուսաստանը ինչ քայլեր է անում։ Յաբլկային չի գրանցում։ Այստեղ վախեցան դրեցին, չգիտեմ, Հայաստան դաշինքին գրանցեցին։ Ռուսաստանը անգամ պատերազմի ժամանակ իր երկիրը լկացին, ասում է դու իրավունք չունես գազ քվեարկես, որտեղ դու դավաճան ես։ Ու այսօր ինչ իշխանությունները պիտի ասեն, ճիշտ արեցինք, որ թույլ տվեցինք, որ ուժեղ Հայաստանը քվեարկվի։ Այդ նույն վարչապետը ինձ էր, չէ՞։ Եթե ես վարչապետի կցորդն էի կամ Հանրապետություն կուսակցությունը կցորդն էր, այդ վարչապետությունը ինչ էր ինձ օրդորում։ Դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ խախտումների առում ու դիմելուց հետո էլ ասում էր, որ դուք սխալ եք, ինչ լավություններ անում, վարկանիշեր բարձրացնում։ Բայց այդպես է, եթե սկացորդն էի կամ իրենց էի սպասարկում այդպես էր, այդ ամեն ինչը լինում։ Իհարկե այդ ամեն ինչը այդ համատեքստում չէր, որովհետև ես համոզված էի, որ ուժեղ Հայաստանի մասնակցության պարագայում, իրենց թողնելու պարագայում մենք Եդինի Ռոսիայի ֆիլիալ ենք ունենալու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Ոչ թե ռուսամետ ուժ այնպես ինչպես Ռոբերտ Քոչարյանն է, այլ Եդինի Ռոսիայի հայկական ֆիլիալ, որը այստեղ գործում է այնտեղի քաղ տեխնոլոգիաներով եւ ամենօրյա ռեժիմով ինստրուկտաժ ստանալով։ Շատ լավ։ Անցնելով այլ թեմաների, պարոն Սարգսյան, երկար տարիներ նաև քննադատվել է այս իշխանության կադրային քաղաքականությունը, հիմա առանցքային ազգային անվտանգության խորհրդում մենք ունեցանք քարտուղարի փոփոխություն, նաև բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում ռազմական ոստիկանության պետի փոփոխություն տեղի ունեցավ, անպայման կուզենք լսել ձեր գնահատականը կատարված փոփոխությունների հետ կապված։ Ընդհանրապես ես կոռեկտ չեմ համարում այլ քաղաքական ուժի կադրային քաղաքականությունը քննարկել ու քննադատել, որտեղ կուսակցություն են, իրենք իրենց կադրերն ունեն, իրենք իրենց կադրերին ավելի լավ են ճանաչում։ Ես գտնում եմ, որ կադրային փոփոխությունները մանավանդ երկար կառավարման ժամանակ, երբ մարդը նույն տեղում մնում է, դրական արդյունք երբեմն տալիս են, բայց խնդիրը կադրերինը չի։ Այսօրվա պարագայում խնդիրը գլոբալ է եւ Հայաստանի Հանրապետության լիազորություններին է։ Աշոտ Զաքարյանը մեր կուսակցության անդամ է եղել, Աշոտ Զաքարյանը
նորից բանակ գնալու դեպքում է, որ դուրս է եկել քաղաքական գործունեությունից եւ Աշոտ Զաքարյանի հետ Վազգենի հուշակոթողը թարմացնելու կամ նոր հուշակոթող կառուցելու շրջանում շփվել եմ եւ այդ ժամանակներից դեռ 1 տարի առաջ ինքը պնդում էր, որ ինքը այս սրանից հետո թոշակի է գնալու, այնպես որ այդ սպասելի փոփոխություններ եւ այս փոփոխության մեջ արտարոց որևէ բան չեմ տեսնում։ Ինչ վերաբերվում է անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխության, այստեղ ես անձնական տեսակետ կարող եմ ասել, որ ես օրինակ շատ ուրախ եմ, որ այդ փոփոխությունը եղավ, նախ ասեմ, որ ես համարում եմ, որ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության այն եզակի անդամներից էր, որը արևմտյան ուղղությունը բավականին լավ եւ ռուսական ուղղությանը բավականին կոշտ երբեմն պատասխաններ էր տալիս, ինչը արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերի համար շատ ավելի ընկալելի տեսակետ էր։ Ինչ վերաբերվում է նախկին անվտանգության խորհրդի քարտուղարին, ապա ինքը ռեգիոնալ քաղաքականության կողմնակից էր, ես հենց իր կաբինետում իր հետ բանավեճ եմ ունեցել, ինքն ասել է, որ ինքը դեմ է Եվրոմիության օրինագծին, որ ինքը դեմ է Հայաստանի Եվրոմիության անդամակցությանը, որ ինքը չեզոք պետության կամ ռեգիոնալիզմի կողմնակից է, որ Հայաստանը պիտի ռեգիոնի շրջանակներում Հայաստանը, ասենք, այդ 3+3-ի այդ համատեքստում փորձի իր տեղը գտնել, այլ տեղեր չգտնա, ես չեմ կիսում այդ տեսակետը եւ դրական եմ համարում, որ իրեն փոխեցին, որովհետեւ այդ տեսակետը հին, արդյունք չտված, արդյունք չապահովված, ընդհակառակ այդ տեսակետի արդյունքն է, նման տեսակետների արդյունքում է, որ մենք Լեռնային Ղարաբաղ ենք կորցրել, նման տեսակետների արդյունքում է, որ առեսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունն անգամ չի ճանաչել, այնպես որ այս կադրային նշանակությունը, նշանակումը դրական եմ գնահատում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue։ Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Սարգսյան, հարց չեն ինչպես Ռուսաստան-Հայաստան, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, դուք էլ ձեր խոսքում մասնակի անդրադարձակ վերջին իրադարձություններով պայմանավորված, փաստորեն ադրբեջանական կողմը դժգոհում է ռուսական լրատվական դաշտում իրենց երկրի հասցեին հնչող կամ շրջանառվող խոսույթներից, ինչ է կատարվում Ռուսաստանի քաղաքականությունը, ինչի մասին է։ Նախ պիտի ասեմ, որ Ադրբեջանը լրիվ անկախ քաղաքականություն է փորձում վարել, թե էներգետիկ առումով, թե տնտեսության առումով, թե ռազմական առումով Ռուսաստանից եւ փորձում է դուրս գալ ռուսական համատեքստից մոտավորապես այն մեխանիզմներով ու այն գործիքակազմով, ինչով դուրս եկան Մերձբալթյան հանրապետությունները, բայց Ադրբեջանը փորձում է կիրառել, այսպես ասած, Եվրոպայի փոխարեն Թուրքիայի տարբերակը, որտեվ եթե Մերձբալթյան հանրապետությունները դուրս եկան ու միացան եվրոպական էներգետիկ համակարգին, եվրոպական կառույցներին, եվրոպական անվտանգային համակարգին, Ադրբեջանը դուրս գալով ուզում է կապնվել Թուրքիայի, պլյուս էներգետիկ առումով ինքը որոշակի առումով ինքնաբավ է դեռ վաճառում է, փորձում է էներգետիկ առումով նաև տարածաշրջանային թելադրող դառնալ եւ այդ առումով խոսում է հայկական ատոմակայանի եւ այլ իմաստով ասում է, որ դա ռուսական է։ Այսինքն ինքը ոչ թե հայկական ատոմակայանին է դեմ, որ շատերը փորձում են այդ շահարկել, ինքը դրա ռուսական կառավարմանն է դեմ։ Այսինքն այդ ռուսական հին ատոմակայանը շարունակությունը սրանում է։ Հետևաբար Հայաստանի ատոմակայանը միանշանակ պիտի կառուցել արևմտյան ժամանակակից չափանիշներով եւ մաքսիմալ անվտանգ։ Իսկ մաքսիմալ անվտանգ ատոմակայանները դրանք այդ կապսուլային ատոմակայաններն են, որոնք ամբողջությամբ փակ են, իրենց վրա որևէ երկրաժարժ որևէ բան չի ազդում, իրենք օգտագործվել են սուզանավերի մեջ, իրենք ռադիոակտիվ վտանգ իրենց մեջ չեն պարունակում, եթե անգամ ուղիղ հարված է լինում, իրենք պաշտպանված են եւ արևմտյան տեխնոլոգիաներ են ամենաժամանակակից է, այդ առումով ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը երբեք որևէ դեմ բան ասել չեն կարող ու չեն ունենա, որտեվ իրենք էլ են ուզում այդ նույն ատոմակայաններից Ադրբեջանն էլ է ուզում կառուցել եւ ոչ ռուսական, իրենք էլ են բանակցում Միացյալ Նահանգների հետ ատոմակայան կառուցելու, հետեւաբար իրենց կարելի է ատոմակայան կառուցել, մեզ չի կարելի, իհարկե իրենց էլ է կարելի, մեզ էլ է կարելի, մեզ առավել կարելի է, որտեղ մենք ատոմակայան արդեն իսկ ունենք, շահագործել ենք, ձևը գիտենք, բայց այդ ատոմակայանը իրենցն էլ, մերն էլ պիտի լինեն ժամանակակից եւ պիտի լինեն մաքսիմալ անվտանգ, հետեւաբար, եթե մենք էլ իրենք էլ արևմտյան ատոմակայան ենք կառուցում, այդտեղ Ալիևը չի կարող որևէ հակադրություն ունենալ։ Այս համատեքստում ընդհանուր առմամբ Ռուսաստանի քաղաքականությունը այդ անջատողականության եւ այդ անջատողականության համատեքստում երկակի ստանդարտների կիրառումը բերեց նրան, որ Ռուսաստանը սկսեց չընկալվել տարածաշրջանի բոլոր երկրների կողմից եւ իրեն աջակցող է մնացել Կորեան եւ ինչ որ առումով շատ քիչ Չինաստանը։ Չինաստանը ուղղակի օգտվում է եղած հնարավորություններից։ Խնդիրն ինչումն էր, որտեվ Ռուսաստանը, տեսեք, Աբխազիան, Օսետիան փոկեց Վրաստանից, պատերազմ արեց Ռուսաստանում եւ ասեց Աբխազ ու Օսետ ժողովուրդը ունեն ինքնորոշման իրավունք։ Բայց երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ասեց, որ ես էլ այդ դեպքում ունեմ ինքնորոշման իրավունք, չէ, Լեռնային Ղարաբաղի պարագայում ինքը չընդունեց։ Ղրիմում արեց, այնտեղ ռուսները քվեարկել են ունեն, իսկ մերը այդպես էլ չճանաչեց։ Հասկանում եք, այս երկակի ստանդարտ է։ Այս երկակի ստանդարտերի կիրառումը բերեց նրան, որ մենք իսկապես վատ հարաբերություններ ունեցանք այդ տարիներին Վրաստանի հետ, որովհետև Վրաստանը իր տարածքային ամբողջականության համար պայքարում էր, իսկ մենք դրան դեմ էինք։
Մենք վատ հարաբերություններ ունեցանք Ուկրաինայի հետ, որտեղ իր տարածքային ամբողջականությանն իսկ մենք դրան դեմ էինք, քանի որ գտնում ենք, որ Ռուսաստանը ինչ որ առումով կճանաչի նաև հայերի ինքնորոշման իրավունք։ Իսկ Ռուսաստանը չճանաչեց, որովհետև խաղում էր սեփական շահերից ելնելով, որովհետև իրեն Հայաստանից ինչ պետք էր ինքը արդեն վերցրել էր, իրեն պետք էր Ադրբեջանից ինչ որ բան վերցնել։ Իսկ Ադրբեջանից ինչ էր պետք վերցնել։ Օրինակ իրանք 18-20 թվականներին Լենինը համաձայնվեց Թուրքիայի հետ եւ Թուրքիային տրվեց Ղարսը, իսկ Ադրբեջանին տրվեց Նախիջևանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Փոխարենը, որ Ադրբեջանը մնա սովետական միության կազմում եւ Թուրքիան դրան համաձայնվեց։ Հիմա նույն տարբերակը Ռուսաստանը ուզում էր Ադրբեջանին տար Սյունիքը, որպեսզի Ադրբեջանը միանար ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին։ Ադրբեջանն էլ ասել էր, այ եթե դուք ապահովում եք, որ մենք Լեռնային Ղարաբաղը հետ բերենք, ստանանք Լեռնային Ղարաբաղը, մենք կմիանանք ԵԱՏՄ-ին։ Այդ ուղղությամբ քայլեր էր անում, Ռուսաստանը տվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, Ադրբեջանը արագ Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրած, այնպես ինչպես Աթաթուրքը ասում էր, որ մենք էլ բոլշևիկյան ենք դառնալու Լենինին, եթե մեզ հիմա աջակցեք ոսկի ուզենք տակ, ու Թուրքիան կդառնա բոլշևիկյան կմիանա Ռուսաստանի հետ սովետական համակարգին ասելուց ստանալուց հետո խաբեց չդարձավ, այդպես էլ Ալիևը իրենց պապերի այդ սովորությունն օգտագործելով խաբեց Ռուսաստանին, ու հիմա մաքսիմալ հրաժարվում է Ռուսաստանից, որտեղ համապատասխան համաձայնագրեր ունի Թուրքիայի հետ, որով կարողանում է իր անվտանգությունը մաքսիմալ ապահովել, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Ռուսաստանն էլ ամբողջությամբ խրվել է ուկրաինական պատերազմում ու այդտեղ լուրջ հարվածներ է ստանում, ու այնքան է թուլացել, որ Ռուսաստանի ուժի վրա արդեն բոլորն են կասկածում, ու այս համատեքստում Ադրբեջանը զրո վտանգ է տեսնում Ռուսաստանից եւ իսկապես Ռուսաստանը որևէ ազդեցություն այլևս Ադրբեջանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքի վրա չունի։ Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, դրանով էլ պայմանավորված իշխանությունը դեռ ունի վախեր, որ լիարժեք չի օգտվում Ռուսաստանի թուլացման փաստից։ Այո, Հայաստանը այս տարածաշրջանում թե տնտեսական առումով, թե ռազմական առումով ամենակախված պետությունն է։ Ինչքան էլ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ասեն, որ բալանսավորում են կամ բալանսավորման ուղղությամբ քայլեր անեն, այսօր նորից խոսում են Ռուսաստանի հետ նոր ատոմակայան կառուցելու առումով։ Այդ բալանսավորումը մեր էներգետիկան 100% Ռուսաստանի ձեռքում է, ինչ բալանսավորման մասին է խոսքը։ Գազային համակարգի իրենցն է ատոմակայանը, իրենց սպասար բալանսավորումը այն կլինի, որ այստեղ կառուցեք ոչ ռուսական ատոմակայան, այդ կլինի էներգետիկ համակարգի բալանսավորում եւ ավելի անվտանգ ատոմակայան։ Եվ քանի որ Ռուսաստանը ամենամեծ ազդեցության լծակներն այսօր ունի Հայաստանում, դրան էլ այս ընտրություններում ավելացրեց Սամվել Կարապետյանի կուսակցությունը, ինչը Հայաստանի իշխանությունների կոպիտ սխալի արդյունքում հայտնվեց այսօրվա խորհրդարանում, որտեղ Հայաստանի իշխանությունները պիտի հետևեին ոչ թե ԿՊ-ի վարկանիշը, վայ կասեն վախեցան դրան։ Այսօր ով է Սանդուին ասում, որ վախեցավ։ Ընդհակառակ ասում են Սանդուն ժողովրդավար էր։ Վայ, կասեն ԿՊ-ն վախեցավ, այ դուք դիմեք, մենք դիմենք, որ ասենք վախեցավ, այս էր չէ վարչապետի հակադարձած է ինձ։ Հիմի չվախեցաք, արդյունքն ինչ է։ Արդյունքը այն է, որ դուք հին երգն եք երգում, իսկ իրենք ամեն օր նոր հանձնաժողով, ձեզ նոր մեղադրանքներ, ու բավականին տեղին մեղադրանքներն ու Եվրոմիության մասով, որ լողում եք։ Այո։ Չգիտեք այդ Եվրոմիությունում եք, թե ուզում եք ԵԱՏՄ-ում մնալ։ Դուք չեք կողմնորոշվել։ Դուք ասում եք այդ նոր հնարավորություն է, ինչի չեք օգտվում այդ նոր հնարավորությունից։ Ինչին եք սպասում։ Միևնույն է, ձմռանը աշնան վերջին արդեն Ռուսաստանը խոսելու է գազի գնի թանկացումից։ Սա ակնհայտ երևում է։ Ռուսաստանն այստեղ ամրացել է Եդինի Ռասիայի ֆիլիալով, ինքը չի թուլացնելու, քանի այդ Եդինի Ռասիան հաղթանակի, գլոբալ հաղթանակի չի ասել։ Դուք ինչին եք սպասում։ Դուք կարծում եք ինքը մեղմելու է ձեզ զիջելու է։ Այսօր ազգային ժողովում մեծ հաշվով կռիվ է, թե ով է Ռուսաստանի հետ, Եդինի Ռասիայի հետ ավելի լավ։ Մեծ հաշվով այդ բանավեճն է կանում, վարչապետն էլ իր այցելություններով փորձում է դա հիմնավորել։
Իսկ խնդիրը այդ ուղղությամբ տանել պետք չի։ Ու ես սրտի ցավով եմ այդ ասում, որ Հայաստանի իշխանությունները, որոնք իշխանության եկան ժողովրդավարության ճանապարհով, որոնք Հայաստանի մաքսային կետերից ներառյալ Զվարթնոց օդանավականից հանեցին ռուս սահմանապահներին, որ Հայաստան բերեցին եվրոդիտորդներին, որոնց ներկայության արդյունքում Հայաստանի սահմաններին սկսեցին չկրակվել, որ Մոսկվայի փոխարեն գնացին եւ Վաշինգտոնում ստորագրեցին թրիփ համաձայնագիրը եւ այսօր խաղաղություն ունենք, այսօր դեռ մտածում են ԵԱՏՄ-ում թե ԵՄ-ում։ Եթե դուք նախընտրությունն անեք ԵՄ-ն, ավելի հստակ կանգնեք այդ ուղղության վրա, այո, դժվարություններ կլինեն, գազելի կթանկանա, բայց այդ դժվարությունները շատ ժամանակավոր կլինեն։ Այնպես ինչպես ժամանակավոր եղան Մոլդովայի համար, այնպես ինչպես ժամանակավոր եղան Վրաստանի համար։ Այսօր վրացիները ավելի շատ գինի են վաճառում Ռուսաստանում, քան նախկինում էին վաճառում։ Այսօր Ռուսաստանը մեր ապրանքների կարիքն ունի, իրենց մոտ պակաս կա։ Այսօր Ռուսաստանը Հայաստանից գնացող բազմաթիվ ապրանքների վրա արգելանք չի օգտագործել, օրինակ ծխախոտի, օրինակ թանկարժեք մետաղների, օրինակ ռադիոէլեկտրոնիկա, հեռախոսներ, լվացքի մեքենաներ եւ այլն, ինչի չի օգտագործում։ Իսկ մենք ինչի հակառակը չենք անում։ Պարոն Սարգսյան, այս ոչ հստակ քաղաքականության պայմաններում ասել, որ թրիփի գործարկման հնարավորությունը մեծ է։ Եթե իշխանությանը այս իրավիճակը ձեռնտու է, չի գնում այնպիսի քայլերի, որոնք կարագացնեն օրինակ նույն թրիփի իրականացման ծրագիրը։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ իշխանությունը հետընթաց չի կարող անել, ինքը չի կարող հետ վերադառնալ Ռուսաստան ուղեցիր եւ այս առումով վարչապետի այն մոտեցումը, որ հայ-ռուսական հարաբերությունները այլևս նույնը չեն կարող լինել, այստեղ լրիվ համաձայն եմ։ Ինչու չեն կարող լինել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում օգոստոսի 7-ին փաստաթուղթ է ստորագրել, որով բացի խաղաղությունը թրիփ է հիմնադրել, տնտեսական համագործակցություն է հիմնադրել եւ այս համագործակցությունը տարածաշրջանի երկրները կապում է փոխշահավետ կապով իրար հետ եւ այն միանշանակ աշխատող է, որում եւ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ տնտեսական շահագրգռվածություն կա, եւ աշխարհաքաղաքական շահագրգռվածություն կա։ Թրիփ ծրագիրը դեռ 90-ական թվականներից է գալիս, երբ Կլինտոնի իշխանության ժամանակ դրան տրասեկա էին անվանում, որ փորձում էին կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի հետ։ Ապրանքափոխադրումները շատ մեծացել են Ասիա-Եվրոպա, եւ այդ ճանապարհը չի կարող չաշխատել։ Բայց երբ, պարոն Սարգսյան։ Ես կարծում եմ, որ մինչև 2008 թվականի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության նոր ընտրությունները գնացքը ակետից դուրս կգա եւ կկանգնի ակետում, Ալմատիից դուրս կգա եւ կկանգնի Աթենքում։ Ինչու եմ այդպես կարծում, որովհետեւ գնացքի նման երթուղով գնալու համար ինժեներական առումով ընդհանուր առմամբ պակասում է 65-66 կիլոմետր, ինչը թիվ չի, ինչը նորմալ աշխեկի պարագայում, այն էլ նախկինում եղած գիծը վերականգնելու խնդրում 3-ից լավ մաքսիմում 6 ամսվա խնդիր է, այսինքն պակասում է Մեղրի 45 կիլոմետրը, պակասում է 1 կիլոմետր Երասխավանում եւ պակասում է 10 կիլոմետր Ախորիկում։ Եթե այսքանը վերականգնվում է ճանապարհը, գնացքը դուրս է գալիս Ալմատիից, այսօր էլ, եթե այդ պատրաստ լիներ, կանգնում է Աթենքում։ Այն որ Թուրքիայում կառուցում են, նա 5 տարի, 10 տարի հետո է այդ 2.5 միլիարդը։ Իսկ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությանը ընտրություններից առաջ հաղթաթուղթ է պետք, իսկ դա շատ լուրջ հաղթաթուղթ է, որ մենք ամերիկացիներս Եվրոպան կապեցինք Ասիային, մենք ամենալուրջ ազդեցությունն ունենք այդ կապում։ Մենք այդտեղ լուրջ շահույթներ ունենք, որտեղ գազամուղ, երկաթգիծ, ճանապարհներ, մենք նաև խաղաղություն բերեցինք տարածաշրջանին։ Մենք նաև այդտեղ բազմեմաս ունենք 76%-ի չափով։ Այս այնպիսի խաղաթուղթ է, որ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունը իր ձեռքից բաց չի թողնելու։ Եվ դրա համար այսօր առաջնայինը դրել են երկաթգծի կառուցումը։ Ուզում են, որ այդ երկաթգիծը այդ հին թունելներով ինչ որ կա, առանց ընդլայնվելու հարագի մեջ այս իրագործի։ Հիմի
Երկրորդ հանգամանքը քաղաքական ի՞նչն է խանգարում այս իրագործման։ Խանգարում է հետևյալը, որ երասխավանից ախուրիկ ընկած հատվածում երկաթգծի կառավարումը հարավկովկասյան երկաթուղիներինն է։ Այս քաղաքական խնդիր է, որը պիտի լուծվի։ Եվ որի լուծման տարբերակները հետևյալն են։ Դիմում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները արբիտրաժային դատարան Ֆրանսիա եւ վճարում է համապատասխան գումարը, մինչև 150 միլիոն դրամի չափով է, դոլարի չափով է որոշելու արբիտրաժային դատարանը, կամ առանց դիմելու ընդհանուր հայտարարի են գալի եւ առանց դատարանների են այդ խնդիրը լուծում։ Ես կարծում եմ, որ առանց դատարանի այդ խնդիրը լուծվելու եւ ես կարծում եմ, որ TRIP հիմնադրամի տնօրենի նշանակումը նաեւ այդ համատեքստն ուներ եւ այս Սոկոլովը, որը ամերիկյան, որը ռուսական ծնունդով հրեա է Միացյալ Նահանգներում ապրած եւ գործունեություն ծավալած, ինքը ունի համապատասխան կապերը նման համաձայնության հասնելու համար։ Ընդհանուր առմամբ այս Սոկոլովի հանգամանքը շատ է քննարկվում եւ ձենձնվում, գիտեք, ազգանունից կապված մարդուն պիտակ կպցնելը համարում եմ կոպտագույն սխալ, որտեվ Սախարովն էլ էր ռուս, բայց ինչ ռուս էր, որտեվ Նեմցովն էլ էր ռուս եւ ինչ ռուս էր, այսինքն ռուսի ազգանուն ունենալը չի նշանակում Պուտինի կողմնակից լինելը եւ բոլոր ռուսները չեն, որոնք աշխարհին վատ են տրամադրված, ավելին Ռուսաստանի բնակչության մեծ մասը ուզում է աշխարհի հետ շփվի, ինքը ավելի եվրոպական է այդ կենտրոնական մասում ապրողները, քան եվրոպական շատ երկրների բնակիչներ, սլավոնական ազգատոհմի բնակիչներ, այստեղ Ռուսաստանի իշխանություններն են, որոնք գնալով սահմանափակումներ են դնում Ռուսաստանի ժողովրդի առաջ, որն էլ իմ կարծիքով երկար տևել չի կարող։ Եվ ես լուրջ մտավախություն ունեմ նոր ԵԱՏՄ մասով, որ աշնան վերջին այդ նույն ԵԱՏՄ-ում, քանի որ 2 ամիս առաջ շատ մեծ քանակությամբ նորից ռուբլի է տպվել, աշնան վերջին շատ հնարավոր է, որ Ռուսաստանում դեֆոլտ լինի, այսինքն բանկերը չկարողանան սպասարկել, բանկերը հիմի օրենք են ընդունել, որ այն քաղաքացիները, որոնք դուրս են եկել Ռուսաստանից կամ որոնց ոչ վշտահելի են համարում, բանկը ամբողջությամբ կարող է այդ մարդու դրած ամանդը վերցնել։ Այս բանկային համակարգի ամբողջությամբ քանդել է նշանակում։ Այս նշանակում է, որ բանկերը զգում են իրենց պայթելու վտանգը, այսինքն Ռուսաստանում դեֆոլտը շատ հավանական տարբերակ է, այնպես որ իրենք կընդունեն մեր ապրանքները, թե չեն ընդունեն մեր ապրանքները, վաղը վճարելու միջոց չեն ունենալու եւ շատ կարեւոր է, որ մենք այդ փլատակների տակ չմնանք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։